Քոլեջի ուսանողին բռնության եւ նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ Ինչպես Ֆակտոր TV-ին հայտնել են քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։ Վարույթի շրջանակներում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը եւ կալանավորել 1 անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է։ Դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Հաշվի առնելով խափանման միջոցների երկարաձգելու մասին տեղեկությունը, ստացվում է դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, որը սակայն միայն 3 է հայտնի դարձել։ Հիշեցնենք, 3 երեկոյան տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի եւ նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Տեսանյութը տարածած օգտատերերից մեկը գրել էր, որ բռնություն կիրառողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն են, իսկ ծեծի ենթարկվող տղան Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ։ Փաստաբան Դավիթ Թումասյանն էլ Facebook-յան էջում գրել էր, որ բռնության ենթարկող տղաներից մեկն արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։